Եթե մենք ուզում ենք պահպանել մեր պետականությունը, եթե մենք ուզում ենք ապրել մեր երկրում, եթե մենք ուզում ենք փրկել մեր երեխաներին, որ իրանք հայ մնան եւ հայ մնան Հայաստանում։ Մեկ օրինակ, մի քանի օր առաջ Եվրամիության Եվրախորհրդի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այցելել էր Կոսովո։ Եվ այնտեղ, որը Կոսովոն Եվրամիության դրոշի ներքո ուզում է մտնել Եվրամիության անդամ երկրների ցանկ եւ ֆոն դեր Լայենը կոշտ նախապայմաններ է դրել, որ այնտեղ անկլավ հանդիսացող սերբսկա Կրայինան, սերբերի ինքնավարությունը պետք է պահպանվի, պետք է լինի եվրո դիտորդների եւ հատուկ հսկողության տակ, հիշեցնեմ, որ Կոսովոյում ծառայում է նաեւ հայկական բանակը։ Հայկական բանակը պահպանում է Կոսովոյում խաղաղություն տարիներ շարունակ։ Հիշեցնեմ նաեւ, որ 10 տարի առաջ նույն Եվրամիությունը պաշտպանում էր Կոսովոն Սերբիայի հարձակումներից։ Տարիներ շարունակ մենք ասում ենք ժողովուրդ մեր փրկությունը, Արցախի փրկությունը եւ այսօր անկլավների պահպանումը եւ փրկությունը հերթական զավթումից, որն արդեն ծրագրված է եւ ստորագրված է, դա ունի մեկ նախապայման։ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության գոնը անդամակցության տեխնացու։ Այդ դեպքում, ինչպես Մոլդովայի, ինչպես Ուկրաինայի, ինչպես Կոսովոյի օրինակներն են ցույց տալի։ Մենք միայնակ չենք մնա, ինչպես Փաշինյանը միայնակ գնաց Վաշինգտոն, եւ այնտեղ նրա դեմ ոչ միայն Թրամփն էր եւ Ալիևը։ Նրանց ետևում կանգնած էր Էրդողանը եւ Նետանյահուն, որոնք եւ սարքեցին այդ դավադրությունը, որի ողբերգությունը մենք դեռ չենք հասկանում եւ այստեղ հրճվում են, որ տեսեք, մենք ամերիկացիներին ենք բերել։ Այդ մասին այսօր խոսակցությունը չգնաց, չբացեմ այդ խոսակցությունը։ Մեկ շաբաթ դրանից հետո նույն օղակաձև կամ օվալաձև սենյակում գտնվում էր Զելենսկին եւ նրա կողքին էին Մակրոնը, Մելոնին, մի քանի երկրների եւ կառույցների եվրոպական առաջնորդները, որովհետեւ նրանք Ուկրաինայի թիկունքում էին կանգնած։ Ինչու մեր թիկունքում ոչ ոք չի կանգնած։ Որովհետեւ Հայաստանը Փաշինյանի օրոք ոչ մի անգամ հստակ չի ասել այդ խոսակցությունները, որ այդքան կգնանք, որքան մեզ կընդունեն, դրանք կեղծիք են։ Եվրոպան 2014 թվականին մեկ ընդմիշտ քվեարկել է 514 ձայնով 4-ի դեմ, 504 ձայնով 4-ի դեմ, որ Հայաստանի դիմումը ընդունվելու է, դա Եվրոխորհրդարանի պաշտոնական հայտարարություն էր։ Դրանից հետո խոսել, որ մեզ չեն սպասում, սա պարզապես պրովոկացիա եւ դիվերսիա է։ Եվ ես ասում եմ, որ մենք չենք կորցնի Արցախը, եթե մենք այն ժամանակ արդեն իհեճուկս մեր ապիկար նախկին վարչապետների եւ նախագահների լինենք եվրոպական դաշտում։ Մենք չենք կորցնի Արցախը 20 թվականին եւ 23 թվականին, եթե արդեն Փաշինյանի օրոք հայտարարենք, որ մենք եվրոպական պետություն ենք դառնում եւ Եվրոպայի Եվրամիության ու Միացյալ Նահանգների նաեւ պատասխանատվության գոտի ենք, որովհետեւ լիքը բաներ հիմա չի ասվում, որտեղ ամոթ է ուղղակի ասել, չի ասվում, թե ինչ առաջարկներ էին արվում անգամ պատերազմի օրիներին։ Դա դեռ գաղտնի է, բայց մեզ համար դա պարզ է։ Եվ այդ ամենը ջրի երես դուրս կգա։ Եվ ծանրագույն հանցանքը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ այն է, որ բոլոր 4 ղեկավարները պահել են Հայաստանը Եվրոպական միությունից դուրս։ Եվ այն, որ հիմա մենք շարունակում ենք մնալ այս սպառնալիքի ներքո, որ անկլավները, որոնք խեղդելու են Հայաստանը, բաժանելու են, պառակտելու են մեր առանց այն էլ գզվրտած եւ պառակտված երկիրը, դրանք էլ են սպառնալիք մնում միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մերժել Եվրամիության միանալու օրենքը, գաղափարը եւ հայ ժողովրդի մեծամասնության ցանկությունը։ Եվ մինչեւ նա իր պարտքը Ալիևի, Պուտինի եւ Էրդողանի առջեւ չկատարի, եւ մենք չհայտնվենք անելանելի վիճակում, նա չի հանգստանա։ Եվ վերջինը, այստեղ չի ասվում ամենակարևորը, բարեկամներ, մենք շեղվում ենք եւ չենք ասում
մեզ ներկայացնում են, որ կամ Փաշինյան, կամ Քոչարյանասերժական բաներ։ Ոչ, կա երրորդ ուժը, եւ դուք եք դա ազգային ազատագրական պայքարը, որը այսօր ընդունել է Եվրոմիությանը անդամակցելու նպատակի, գաղափարի, ծրագրի ձևը, այդ ուժը պետք է լինի խորհրդարանում, որպեսզի փրկվի Հայաստանը, որպեսզի մենք դառնանք, ինչպես Անտանտայի կազմում մենք ստեղծեցինք առաջին հանրապետությունը, միայն Անտանտայի կազմում մենք դա ստեղծեցինք, այդ մասին չի խոսվում, բայց դուք գիտեք, որ դա այդպես է։ Մեզ ընդունեցին Անտանտա եւ այդ պատճառով էր, որ Սևրի պայմանագիրը կնքվեց։ Վրաստանին եւ Ադրբեջանին թույլ չտվեցին Փարիզի խաղաղ կոնֆերանսը ստորագրել։ Իսկ հետո մեր բանակը զինաթափվեց 38,000-անոց բանակը զինաթափվեց 8,500-անոց 11-րդ բանակի կորպուսի առջև, որտեղ ռուսները մեր եղբայրներն են եւ մենք չենք կարող կռվել ռուսների դեմ։ Եվ ինչպես ֆինները, ինչպես լեհերը, ինչպես էստոնացիները չդիմադրեցինք, իսկ իրենք դիմադրեցին եւ պահպանեցին անկախությունը, բայց չեմ ուզում պատմության մասին խոսել։ Հենց հիմա մենք կորցնելու ենք մեր փրկվելու, պետություն մնալու, ազգ մնալու վերջին հույսը, որովհետեւ 1 տարի անց ազերիները եւ թուրքերը շատ լավ հասկանում են, որ դա նաեւ նրանց վերջին շանսն է Հայաստանը կլանել։ Այդպես որ հիմա դրա վրա է պետք կենտրոնանալ եւ ժողովրդին դա է պետք ասել, որ խորհրդարանում պետք է լինեն ոչ թե եվրոպամետ խոսքերով, այլ հստակ եվրոպական գաղափարներ, քաղաքակրթության գաղափարներ կրողները, որպեսզի մեր երկիրը տանեն այնտեղ, այլ ոչ թե Շանհայ, Ալթայ, Եվրազես եւ այլ խորոչներ, որոնք ի վերջո նույն թուրքա-ռուսական անդունդի ենթաբաժիններն են։ Հայ ժողովրդի ամբողջ պատմությունը Հայկ Նահապետից սկսած, շարունակելով Տիգրան Մեծով, շարունակելով Տրթատ թագավորով, շարունակելով Կիլիկյան թագավորությամբ, շարունակելով Առաջին հանրապետության, դա մեկ ձգտում է դեպի ազատ, անկախ պետականություն, դեպի քաղաքակրթություն, դեպի Եվրոպա։ 500 տարի մենք ձգտել ենք այդ ուղղությամբ։ Ասեմ եւս մի նախադասություն, եվրոպական Եվ ինչու 500 տարի, ինչա լուծը դա էլ հետաքրքիր։ 2000 տարի առաջ Հայաստանը եւ Հռոմը եղել էին երկու պետություն, որոնք Եվրոմիության այն ժամանակ դա կոչվում էր Հռոմեական կայսրություն, միակ հիմնադիր երկրներն են, որտեղ եւ Բրիտանիան, եւ Ֆրանսիան, եւ Գերմանիան պետություններ չէին, պետություն էր Հռոմը եւ Հայաստանի թագավորություն, արքայությունը։ Այդպես որ մենք Հռոմի հետ միասին, որը նույնպես հիմա չկա, դա Իտալիա է, մենք միակ եւ ամենահին պետությունն ենք, որը հիմնադրել է Եվրոպական միությունը, այնպիսին, ինչպիսին այն կա հիմա։ Մենք ենք եղել Եվրոպա, երբ որ նրանք դեռ պետություններ էլ չէին։ Այդ մասին վարչապետը գիտի, ով ասում է 500 տարի առաջ։ Ինչ 500, անգամ Կիլիկյան դա 500 տարի չէ, այլ մի քիչ ավել։ Մի քիչ ավել։ Համեցեք, ով է, պարոն Սարոխանյան։ Եվ ասենք դե 500 տարվա պատմությունը։ Դե այսպես է։ Մենք մեր լավագույն շրջանն ենք ապրում, եթե այո, ապա որն է այդ լավագույն շրջանը։ Նորագույն պատմության մեջ, Հայաստանի նորագույն պատմության մեջ, կոնես վերջի, այսպես կոչված անկախություն ձեռք բերելուց հետո, լավագույն շրջանը եղել է 1987 թիվը։ Երբ որ այստեղ մեծարգո նորից չզրանամ ասեմ, մեծարգո պարոն Արշակյանի, Հայրիկյանի եւ մնացած ԱՄԿ-ականների ճիկերով եւ ես որպես երիտասարդ սիրարված, իրանց վրա նայում էի սիրարված աչքերով, իրանց հերոս էի ճանաչում, ես ժամանակին երբ որ պարոն Արշակյանի հետ ծանոթացա ձեռս սեղմեցի, ես ասում եմ լեգենդի եմ գտնում։ Հիմա էլ հնարավորություն ունես։ Այսօր ես արդեն հպարտորեն նստած եմ իր դիմաց եւ ասենք բանավիճում ենք ինչ-որ չենք բանավիճում, ասենք մտքերի փոխանակում։ Մենք լուծումներ ենք քննարկում։ Լավագույն շրջանը եղել է դա, երբ որ հայ ժողովուրդը ստացել է հնարավորություն իրական ճիշտ ազատ աշխարհի ուղղությամբ գնալու։ Բայց ԿԳԲ-ի գործակալական ցանցը շատ հստակ կարողացավ նորից ռևանշ անել եւ համարելով Հայաստանին կարծես թե անկախ պետություն, բայց նորից պահել իր ծիրի մեջ։ Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանության բերելով։ Պարոն Հայրիկյանին վտարեցին Էթովպիա, ինչու Էթովպիա, շատ հետաքրքիր պատմություն է, դեպ դες ասեմ։ Որովհետեւ ցանկացած այլ երկիր, ասենք Ամերիկա,
Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, ուր ուզում եք քաղաքակիրթ ցանկացած աշխարհի քաղաքակիրթ երկիր, երբ որ մարդուն վտարում են, այդ պետությունը վտարվողին հարց է տալի, ասում դու ուզում ես վտարվես, իմ երկիր գաս։ Եվ այդ հարցերին պարոն Հայրիկյանը պատասխանում է ասել ոչ։ Եթե հանցանք եմ կատարել, նախկին սովետական, ասենք այս երկրում Հայաստանի դատեք ինձ։ Այսինքն այդ մարդուն չկարողացան վտարեին այլ երկիր, բացի Եթովպիայից, որովհետև Եթովպիայում չկար այդ օրենքը, դե հարց չէին տալի, դու ուզում ես թե չէ։ Նստացնում էին ինքնատիրը եւ տանում էին։ Այդ մարդուն տարան Եթովպիա, ստեղ Լևոն Տեր-Պետրոսյանին բերեցին իշխանության։ Վերջացավ, սա էր KGB-ի հզորագույն լավագույն շրջանը այդ փոքրիկ փուլն էր, երբ որ ժողովուրդը վերելքի վրա էր եւ իսկապես գնում էր անկախության, իսկապես գնում էր քաղաքակիրթ աշխարհի։ Եվ այդտեղ որ կոտրեցին մեջքը, տարան այսպես ասած կեղծ արժի համակարգի մեջ, Հայաստանի դրոշի վրա պատ կառուցեցին, պատ նկարեցին, սպիտակ իշոր, ասես տուֆերով պատ եւ անունը դրեցին Արցախի հանրապետություն։ Եվ սա սարքեցին հայ ժողովրդի ամեն ինչը։ Ինչ վերաբերվում է այս վերջի մի քանի տարվան, որը Նիկոլ Փաշինյանը գուցե ինքը իր հայլու մեջ երբ որ նայում է, տեսնում է թե ինչ լավ մաչո է ինքը ասում է սա Հայաստանի լավագույնը, որտեղ իմ նման մաչո չկա, ասեն երևի զառանցանքների մեջ է։ Բարձ ասում նա զառանցանքների մեջ է։ Մակում Ալիևը կայնած ասում է Արցախում հայերը կոտորել են, ջարդել են 50-ից ավել մսկիթներ, որ մենք տերորիստականը Նիկոլ Փաշինյանը նստած, որ մենք ագրեսոր ենք, մի ծպտում չի անում, մի պատասխան չի տալի, սա է լավագույն դարաշրջանը, որ ստրկացած, կոպիտոլացված վիճակում մեր ղեկավարը, մեզ ներկայացնող անձը գնա այնտեղ նվաստացած վիճակում հայտնվի, այսինքն նվաստացած վիճակում բերի նաև մեզ բոլորիս։ Եվ ովքեր որ դրա դիմաց կարող են ինչ-որ բան ասել, բացարձակ անտեսվում են, բացարձակ, ընդամենը պետք է սենց անել, գովալ Նիկոլ Փաշինյանին, այո ասել սենց է, հիմա ես վերջերս նոր այդ հազար ներողություն եմ խնդրում գուցե մեջները ազնիվ մարդիկ կան, որ իսրտը իրոքը տանց են մտածում, որ այո, անում է, բայց դանդաղ, այսինքն նոր նարատիվ են մտցրել, որ Նիկոլ Փաշինյանը հա դե լավ անում, բայց պրոստը դժգոհ են մարդիկ, որ ինքը դանդաղ է անում։ Այսինքն, եթե դու եկեղեցիում ասենք 1-2 KGB-ի գործակալի ուզում ես հրադանես, դու գիտեք քանի հազար հոգի։ Մոտ 40,000 KGB-ի գործակալ կա Հայաստանում, բա Հայաստանի մյուս ոլորտներում ով պետք է մաքրի, բացի եկեղեցուց։ Այսինքն, եթե յուրաքանչյուր 8 տարվա մեջ 8 KGB-ի գործակալ լուստրացիա անես, այսինքն դու քանի հազար տարի պետք է բան անես։ Պետք չէ, պետք է գործել։ Երազանքները իրականանում, երբ որ մենք աշխատում ենք եւ իրականացնում ենք այդ երազանքները։ Կարծում եմ, որ այսօր կա մեկ կոնսենսուս, այսպես կոչված, դա այն է, որ մենք բոլորս համաձայնվեցինք մի բանում եւ այստեղ չէ որ մենք համաձայնեցինք, մենք ապրել ենք այս համոզմունքով։ Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի հիմնադիրներից մեկն է։ Հայաստանը Եվրոպա է, այն իմաստով, ինչ հիմա ենք հասկանում Եվրոպա, որպես քաղաքակրթության կարևորագույն մասը։ Հայաստանը պետք է վերադառնա Եվրոպա։ Մեր պետականությունը, մեր քաղաքակրթությունը, մեր ազգը պահպանելու համար լեզուն, ինքնությունը, մշակույթը մենք պետք է գնանք դեպի Եվրոպա։ Ուրիշ ճանապարհ չկա, ուրիշ ճանապարհները արդեն փորձված են եւ բոլորիս մենք մեր կյանքով ենք վճարել պատերազմներով, որով անցել ենք, բանտերով, որով անցել են այս սեղանի շուրջը նստած 2 հոգին գոնը։ Մենք Գագիկի հետ նույն պատերազմի նույն կամավոր ջոկատում ենք եղել, մենք իրավունք ունենք ասելու դա։ Այն տղաները ու աղջիկները, որոնք ոչ մի բանով չեն անցել, ոչ մի բան իրենց կյանքում չեն ստեղծել, եւ մեզ են փորձում սովորեցնել, թե երբ է լավագույն վիճակը, սա վիրավորական է։ Դեպի Եվրոպա, սա է Հայաստանի ճանապարհը։ Շնորհակալություն ու կներեք, որ ես պետք է գնամ, որովհետեւ շնորհակալություն։ Եվրոպայում դա ավելի լավ են գիտակցում, որ մենք Եվրոպայի մաս ենք, քան բուն Հայաստանում